Եվ վերջին հարց։ Այսօր դուք դատապարտում եք Թուրքիայի հայաստանացիության համար երեք եւ նշում եք, որ ունենանք այս որպես քայլած չեն մոռացել, չեն կարող մոռանալ, չեն մոռանում եւ պահանջատեր են կանգնում եւ դեռ չեն հատից երկու սերունդ է անցել ու մեծ ներքերը խառնում բայց այսօր մենք նման ցեղասպանական գործողությունների եւ կատարածների համ ու հանրահրավերում եք Ադրբեջանի ունեցածին այնտեղ տեղի ունեցողին, բայց նշեմ, որ Թուրքիայի կողմից փոքր եւ որ Ադրբեջանի կողմից ցեղասպանություն կատարվեց ներկայans հայկական պատմական հայրենիքում, Արցախում եւ արդեն դուք դատապարտում եք Արցախում տեղի ունեցածը, քանի որ այնտեղ Ադրբեջանն է ցեղասպանություն իրականացրել, ինչին անմասը չունած նաեւ թուրքական զորքը։ Արդեն դուք դատապարտում եք Արցախում տեղի ունեցածը։ Siz gazeteci olaylara değindiniz. Birkaç sene önce, 4-5 sene önce Azerbaycan Artsak'tan tekrar soykırım işledi ve aslında Türkiye'nin de payı var. Siz bunu da kınıyor musunuz? Çok imzalar, ya biz de çok imzaladık bunları protestleri. Նման այդ Արցախի պատերազմը բողոքող բազմաթիվ ստորագրահավաքներ եք ներկայացրել, որին մասնակցել եմ։ Olayı nasıl tanımlarsanız tanımlayın. Büyük bir insanlık suçu var. Büyük bir suç var ortada. Անկախ նայած թե ինչպես է այդ իրադարձությունը բնորոշվում, խոսքը գնում է մարդկայնության դեմ գործված ոճերի մասին, մեծ ոճեր է իրագործվել։ Karabağ insanlarının karşılaştıkları büyük haksızlıkların bir biçimde uluslararası boyutta da tanınarak o haklarını elde etmelerini ümit ediyorum ve destekliyoruz. Ես վստահում եւ ես հուսով եմ եւ աջակցում եմ որ այն հարցին, որ Արցախի հայերը, այսինքն Ղարաբաղի հայերը կարողանան վերագտնել իրենց իրավունքները։ Çok o konuda ümitli değilim. Մեծ հույսեր չեմ փայփայում այդ հարցում։ Çünkü bu çok fazla soykırım sonrası Türkiye'ye dönmek isteyen Ermenilerin dramını hatırlatıyor. Քանի որ շատ է այդ դեպքերը շատ են հիշեցնում հայոց ցեղասպանությունից հետո իրենց իրավունքները վերադիրանելու ձգտող հայերի դեպքին։ Çok fazlasıyla Filistinlilerin geri ülkelerine dönmelerini hatırlatıyor. Հիշեցնում է բազմաթիվ այն պաղեստինցիներին, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց երկիր։ En basitinde geri dönme hakkı en temel insan hakkıdır ve bunun için savaşmamız gerekiyor. Եվ ամենակարևորը վերադառնալու իրավունքը մարդու իրավունքն է եւ դրա համար պետք է պայքարել։ Maalesef ben öyle tahmin ediyorum ki Türkiye Azerbaycan'ı bu konuda ideolojik olarak da eğitiyor. Çünkü Türkiye'nin 1920 sonrası Ermenilere yönelik yaptıkları çok önemli hakikaten hukuken ve diğer alanda. Ես վստահ եմ, որ Թուրքիան Ադրբեջանի նաև գաղափարապես է այս հարցով աջակցում, այսինքն գաղափարներն են նրան սնուցում, որը եւ շատ նման է 20 թվականից հետո Թուրքիայի քաղաքականությանը։ Teşekkür ederim. Շնորհակալություն։